Սիրելի ֆուտբոլասաները խաղային երեկոն մեզ մոտ շարունակվում է ու մոտեցել է արդեն իսկ ավարտին խաղային շաբաթվա վերջին հանդիպումը միասին կդիտենք ներողություն եզրափակիչ երրորդ դիվիզիոնի գավաթի շրջանակներում որտեղ միմյանց ուժերը կչափեն Watford ու Monza-ն երկարատև ճանապարհորդությունից հետո ի վերջո թիմերից որևէ մեկ այսօր խաղադաշտում գավաթը վեր կբարձրացնի Եկեք ծանոթանանք թիմերի հայտացուցակների հետ, որից հետո արդեն կանադառնանք հանդիպանը, սկսենք Monza-ից դարպասը պաշտպանում է Արթուր Հովհաննիսյանը համար 1, Գուրգեն Մնացականյան համար 7, Արքաշ Ղազարյան համար 8, Մուսա Ալեքսանյան համար 10 նա թիմի ավագն է, մեկնարկած է հանդիպումը գնդակը Watford-ի մոտ է շարունակեմ ծանոթացնել Monza-ի հայտացուցակը Ռաֆիկ Գևորգյան համար 13, Արշալույս Պապոյան համար 14, Ռաֆայել Ավակյան համար 15 եւ Գագիկ Մանուչարյան համար 22 Watford դարպասը պաշտպանում է Վիցյա Գրիգորյանը համար 1 Նաիդի Պետրոսյան համար 2 Kingsley Ondway համար 4 Գևորգ Կարոշանյան համար 7 Հայկ Պողոսյան համար 8 Գագիկ Սահակյան համար 10 նա այսօր թիմի ավագն է Արամ Եսայան համար 11 Մենուա Գևորգյան համար 14 Արմեն Մանուկյան համար 21 Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Տեկտուբարյան համար 49 գնդակը Watford-ի ֆուտբոլիստերի մոտ է իսկապես շատ կարեւոր ու առանցքային հանդիպում է մեզ սպասում այս 50 րոպեների ընթացքում քանի որ այնտեղ հաղթողի հարցը բարդ չդառնալու դեպքում կդիտենք 11 մետրանոց հարվածաշար որը իհարկե էլ ավելի կգեղեցկացնի այս եզրափակիչը եթե հասնի հանդիպումը 11 մետրանոց հարվածաշարի բայց դրա մասին խոսելը բավական վաղ է դեռ կա մի ամբողջական հանդիպում որից հետո նոր արդեն պարզ կդառնա հաղթող թիմի անունը հիշեցնեմ թիմերը ում անցան կիսա եզրափակիչում Watford-ը շատ հետաքրքիր դիմակայությունում հաղթեց Յուվենտուսին 3-1 հաշվով կիսա եզրափակիչում նույն հաշվով էլ առավելության հասավ Monza-ն Այնտրախտի նկատմամբ ու թիմերը դուրս եկան եզրափակիչ ու այսօր տեսնենք արդեն բախտը թիմերից որ մեկին կժպտա առաջինը Գևորգ Կարոշանյան դեպի Պետրոսյանը փոխանցում Սահակյանն է ստանում գնդակը գեղեցիկ գործողություն Սահակյանից կա փոխանցում ու առաջին անկյունային հարվածը վաստակում է Գագիկ Սահակյանը Watford-ի համար Եվ տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Watford-ը պետք է այսօր թիմերը ուշադիր լինեն հատկապես առաջտայինը պաշտպանությունում իհարկե ստանդարտները այսօր մեծ դեր ու նշանակություն կարող են ունենալ հանդիպան վրա Սահակյանի փոխանցումն ենք տեսնում այստեղ հասավ այո Նաիրի Պետրոսյանը հասավ ու պայծ գնդակը դաշտի սահմաններում դեպի Մանուկյանը փոխանցում հեռացված է գնդակ Կարուշանյանի կրակոցու բարձր է ստացվում Գևորգ Կարուշյանի կատարած հարվածը գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կտեսնենք Monza-ի դարպասից այո հանդիպման բնույթը հանդիպման ձևաչափը այնպիսին է որ եզրափակիչ է ու ոչ ոքի արդյունքի դեպքում իհարկե պետք է անպայման այսօր մեկը վեր բարձրացնի գավաթը ոչ ոքի դեպքում բնականաբար կդիտենք հարվածաշար որտեղ արդեն պարզ կդառնա եզրափակիչում հաղթող թիմի անունը հիմա գրովում է Watford-ը չանցավ այս փոխանցումը Էկտուբարյանը ընթացքից հարված ու այստեղ Մանուչարյանն է փակում Էկտուբարյանի հարվածի ճանապարհը Մուսա Ալեքսանյանն էլ խլում կատարեց դեպի առաջ բայց այստեղ Kingsley-ն առաջինն էր գնդակին արձագանքեց Գևորգ Կարուշանյան Դեպին Արմեն Մանուկյան ուղարկեց գնդակը Մանուկյանն է գնդակով կա Էկտուբարյանը բայց չնկատեց այս իրավիճակում Մանուկյանը Պողոսյան Այդ փոխանցում դեպի Kingsley-ին ու աստրեց ազատվել Kingsley-ը գնդակից Նաիրի Պետրոսյան դեպի աչիեսր բայց այստեղ բավական մի փոքր անհաջող ստացվեց կատարած փոխանցումը Պետրոսյանի ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մուսա Ալեքսանյան թողեց գնդակը Ղազարյանին Գևորգյան Monza-ն է փորձում գրով սկսել
Գևորգյանը մնաց գնդակով երկար փոխանցում դեպի առաջ այստեղ Պապոյանը թիկունքով էր դեպի մրցակցի դարպասու չնկատեց թիկունքից մոտեցող պաշտպանին Էկտուբարյան թողնում է գնդակը Կինգսլեյին ու շարժվում առաջ Ուղարկել գնդակը դարպասապա Վիցյա Գրիգորյանին Կինգսլեյը ու արդեն աչեզրով է Վոտֆորդը անցկացնում Գրոն Այդի Պետրոսյան հաջող անցում էր Պետրոսյանից, բայց փոխանցումը չստացվեց, հիմա կատարեց փոխանցում, Էկտուբարյանն էլ հարվածում է ու բարձր է ստացվում Նարեկ Էկտուբարյանի կատարած հարվածը հարված կլինի արդեն Արտուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասից, այո, թիմերը հեշտ ճանապարհ չեն անցել մինչև եզրափակիչ, թիմերը բավական մեծ ծավալի աշխատանք են կատարել մինչև եզրափակիչ հասնելու ու բնականաբար այսօր պետք է ամբողջականացնեն իրենց անցած ճանապարհը Մուսա Ալեքսանյան լավ կասեցում Ալեքսանյանից լավ գործողություն Ալեքսանյանից բայց տանել գնդակը չստացվեց հիմա էլ մաքուր գործեց Մանուկյանը երկու դեպքում էլ մաքուր գործեց Մանուկյանը Մանուչարյան թողեց գնդակը Ղազարյանին նորից դեպի Մուսա Ալեքսանյանը բայց այստեղ Պողոսյանն է հաջող պաշտպանվում ու գնդակը Վոտֆորդի մոտ է Արուշանյան Դեպի Պետրոսյանը փոխանցում ու Կինգսլեյին ուղարկեց Պետրոսյանն էլ գնդակը խաղարկում է Վոտֆորդը պաշտպանությունում Նայիրի Պետրոսյան, Գևորգ Արուշանյան Դեպին Կինգսլեյի ու արդեն ձախ եզը տեղափոխեց Վոտֆորդը գրողը ակտիվ է մեկտարկել Վոտֆորդը այս հանդիպումը Սահակյան Լավ էր նկատել Արուշանյանին, բայց փոխանցումը չհասավ նրան ու հիմա արագ պատասխան Մոնցայից ու հասցրեց Սահակյան այստեղ նահանջել ու ուղղել իր չկատարած փոխանցումը Նայիրի Պետրոսյան մնաց գնդակը Պետրոսյանի մոտ հիմա Կինգսլեյի հետ խաղարկեց երկար փոխանցում առաջ բայց Մոնցան դաշտի միջին հատվածում տիրեց գնդակին հատկապես Մուսա Ալեքսանյանն իսկ արդեն Սահակյանին շրջանցել Շտացվեց Մանուկյան դեպի Սահակյանը նետվում է առաջ Վոտֆորդը Գագիկ Սահակյան ու այստեղ էլ Ղազարյան նեղություն Գուրգեն Մնացականյանն էր ով փակեց Սահակյանի առաջ խաղացում Արուշանյան հասցրեց ազատվել գնդակից Պողոսյան այո բարձրանում է հանդիպման տեմպը բավական արդեն Կինգսլեյ ու հիմա սուլեց մրցավարը տեսնենք ինչ պատահեց Մուսա Ալեքսանյանի խոտածածկին է հայտնվել Ալեքսանյանը Համաձայն չեմ մրցավարի կայացած որոշման հետ Ալեքսանյանը խաղի կանոնների խախտում էր պահանջում նախորդ դրվագում իր հետ տեղի ունեցած պայքարի համար, բայց ըստ մրցավարի չկար խաղի կանոնների խախտում ու հիմա շարունակվում է հանդիպումը Նայիրի Պետրոսյան, աչեզրում է Պետրոսյանը կատարեց փոխանցում, բայց բարդ փոխանցում ստացվեց Սահակյանի համար հասցրեց Սահակյանը չկորցնել գնդակը ուղարկել առաջ, բայց արդեն այստեղ խաղընկերը հասնել այս գնդակին չէր կարող գնդակը կլինի Մոնցայինը Մանուչանյանն է կատարում եզրային նետում Մնացականյան ուժեղ փոխանցում առաջ Մուսա Ալեքսանյան գրոյի անցել Մոնցան, բայց բրավո Կինգսլեյի հասցրեց այստեղ հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս այլապես եթե Ալեքսանյանը ընդուներ գնդակը կամ հասցնել փոխանցում կատարել, ապա խաղընկերը Վիցյա Գրիգորյանի դիմաց միայնակ կմնար Ալեքսանյանն է կրկին գնդակով դեպի Ավակյանը, բայց Ավակյանի մոտ չստացվեց այստեղ փոխանցումը հասցյա տիրոջը ուղարկել Կինգսլեյ Եվ եսից կնետի Մոնցան դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Գևորգյանն հետ փոխանցում դարպասապահ Հովհաննիսյանին ռիսկի դիմեց Հովհաննիսյանը, բայց հետո հասցրեց հեռացնել գնդակը, եթե կորցներ, ապա դատար դարպասը հնարավորություն կունենար Վոտֆորդի ֆուտբոլիստը գրավելու, իսկ եզրափակիչում նմանատիպ սխալները իհարկե կարող են աններելի լինել Գևորգ Արուշանյան դեպի Նայիրի Պետրոսյանը, գուցե փորձի Պետրոսյանը այդպես էլ արեց, բայց չնստեց գնդակը այստեղ Պետրոսյանի ոտքին ու
Շեղությամբ ստացվեց նրա կատարած հարվածը։ Մուսա Ալեքսանյան լավ տարավ Ալեքսանյանը գնդակը, բայց Կինգսլեյը նորից հասնում է այստեղ սահանկման գնով փակել Ալեքսանյանի առաջ խաղացումը Սահակյան հարվածի փորձ փակվեց այստեղ Սահակյանի կողմից դարեց Մանուկյանը, բայց բարձր է ստացվում Մանուկյանի կատարած հարվածը։ Հովանեսյանը կսկսի դարպասից երկար փոխանցում Մուսա Ալեքսանյանի ուղղությամբ դեպի Ավակյանն էլ ուղարկեց գնդակը Ալեքսանյանն ու այստեղ կախաղի կանոնների խախտում Նաիրի Պետրոսյանի կողմից ստանդարտ է նշանակում մրցավարը Ոթֆորդի դարպասի ուղղությամբ Եվ տեսնենք Արշալույս Պապոյանն է գնդակի մոտ Մուսա Ալեքսանյանի հետ միասին, բայց կարծես հենց Պապոյանն էլ պատրաստվում է հարված կատարելուն, ոչ հեռացավ գնդակից Մուսա Ալեքսանյանին թույլ տվեց այդ հնարավորությունը, իսկ Ալեքսանյանի փոխանցումը եթե Ղազարյանին հասներ, ապա մշակված փոխանցում կարելի էր համարել, այս ամենը շատ լավ էր նկատել խաղանկերոջը, բայց ավելի շուտ գնդակին արձագանքեց Ոթֆորդի պաշտպանը Գևորգ Արուշանյան, այո Արուշանյանի վերջին խփած գնդակն են հիշել եւ իսկապես ուզում եմ այդ մասին խոսել ֆանտաստիկ հարված կատարեց նա Յուվենտուսի դեմ խաղում դաշտի միջին հատվածի շիշտը Ոթֆորդը կրեց պարտություն այդ խաղում 2-1 հաշվով Ինտեր կապի խմբային փուլի շրջանակներում Յուվենտուսից, բայց ինչպիսի խելացնոր հարված կատարեց Արուշանյանը դաշտի միջին հատվածից ու գրավեց Եսայանի պաշտպանած դարպասը Պարվում էր այդ խաղում Ոթֆորդը 2-0 հաշվով, ճիշտ է այդ գնդակը նա հեղինակեց արդեն իսկ մրցավարի ավելացած վերջին րոպեին, բայց փրկվել այդ խաղում Ոթֆորդի մոտ չստացվեց, ճիշտ է ես այդ մասին չեմ ընդհանրապես խոսում, այլ Արուշանյանի խփած գնդակի ֆանտաստիկ արդյունավետ հարված ստացվեց Գևորգ Արուշանյանին, ով կարողացավ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ։ Եթե չեք դիտել նրա խփած գնդակը, ապա դիտեք անպայման մեր YouTube-յան ալիքի եթերում Յուվենտուսն դեմ Ոթֆորդի հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ նրա խփած գնդակը։ Հիմա Ալեքսանյանի փորձ ու ճեղությամբ ստացվեց արագորեն էլ Գրիգորյան ուղարկում է գնդակը Գագիկ Սահակյանին, Սահակյան շատ լավ փոխանցում դեպի Նարեկ Էկտուբարյանը, դեպի Սահակյանն, իսկ այստեղ ինչ է նշանակում մրցավարը։ Հարված կլինի այո Մոնցայի դարպասից տպավորությունն այնպիսին էր, որ կար խախտում, բայց առաջինը պաշտպանը իհարկե դիպավ գնդակին, քան Սահակյանի ոտքին։ Սկսում եմ Մոնցան խորքից երկար փոխանցում առաջ Կինգսլեյը հեռացեց այստեղ գնդակը, եզից նետելու է Մոնցան։ Մուսա Ալեքսանյան հեռու թողեց գնդակը, բայց տեսեք շատ հաջող կերպով ընդունեց, կատարեց փոխանցում, Արշալույս Պապոյան 1-0 Մոնցան առաջ է հասնում հաշվի մեջ։ Արշալույս Պապոյան 1-0 եզրափակիչում բացված է հանդիպման աչիվը ճիշտ է այս իրավիճակում գրավեց դարպասը Պապոյանը, բայց ինչ մեծ ծավալի աշխատանք կատարեց Մուսա Ալեքսանյանը։ Գրեթե կորցրել էր գնդակը, բայց պայքարեց մինչև վերջ, խլեց այնուհետո հասցեագեց Պապոյանին 1-0 ունենք բացված հաշիվ եզրափակիչում, ինչը էլ ավելի է մեծացնելու հանդիպման մնացած ժամանակահատվածում ինտրիգը եւ տեսնենք այս բաց թողած գնդակին ինչով կփորձի պատասխանել Ոթֆորդը։ Մնացականյան Թիկունքից Մանուչելյանը կատարեց փոխանցում, այստեղ Պողոսյանն է նահանջել, բայց Եզիսկը նետի ամեն դեպքում Մոնցան։ Մուսա Ալեքսանյան
Հերու թողեց հիմա Ալեքսանյանը գնդակը չնայած նորից խլեց, հետո կորցրեց շատ այստեղ խառը սխալներով հանդիպում է ընթանում դաշտի միջին հատվածում, եզրից հիմա Արուշանյանի մոտ է գնդակը դեպի Կինգսլեյը նորից Արուշանյան խաղարկում է գնդակը Վոթֆորդը Պաշտպանությունում հիմա դեպի Ձախեզր ուղարկեց Արուշանյանը գնդակը Մանուկյան կրկին Արուշանյան դեպի Կինգսլեյը շատ հաջող փոխանցում կատարեց այստեղ Արուշանյանը Նայդի Պետրոսյան Ռիսկի դիմեց այստեղ Պետրոսյանը եթե կորցներ գնդակը ապա Բապոյանը եթե չեմ սխալվում արդեն միայնակ կարող էր մնալ դարպասապայի դիմաց հիմա Վոթֆորդի պատասխան գրով բայց հեռացեց գնդակը այս իրավիճակում Մոնցայի ֆուտբոլիստ Ռաֆի Գևորգյանը Ալեքսանյան հասցրել է ստանել գնդակը Ալեքսանյանը բայց Էկտուբարյանը արդեն նահանջել է ու դիրեց գնդակին դեպի Կինգսլեյը շարժվում է առաջ Վոթֆորդը այո հեշտ չէ հաղթահարել Յուվենտուսի դեմ մրցակցին կիսա եզրափակիչում ու բաց թողնել առաջին գնդակը եզրափակիչում Մոնցայի դեմ խաղում իսկապես բարդ մրցակցի է շրջանցել Վոթֆորդը նույնը կարող եմ ասել Մոնցայի նկատմամբ բայց այս պահին Մոնցան հաղթողի կարգավիճակում է դրա համար եմ խոսում Վոթֆորդի տեսանկյունից ու դուրս գալ եզրափակիչը բաց թողնել առաջին գնդակը Մուսա Ալեքսանյան տարավ գնդակը այստեղ ուղարկեց Պապոյանին նորից դեպի Ալեքսանյանը բայց Մանուկյանը արդեն նահանջեց ու թույլ չտվեց փոխանցումը հասցի խաղանկերոջը իսկ այստեղ կա արդեն խաղի կանոնների խախտում Սահակյանի դեմ պայքարում դա ընդունեց Ղազարյան ու Սեխմետ Սահակյանի ձեռքից իրավիճակում Գևորգ Արուշանյան շարժվում է առաջ Արուշանյանը կատարեց փոխանցում Սահակյանին ստացավ գեղեցիկ փոխանցում նրանից բայց արդեն պատասխան փոխանցումը եւս մեկ անգամ կատարել Գևորգ Արուշանյանի մոտ չստացվեց ու հարված կլինի Մոնցայի դարպասից Հովանեսյանն է պատրաստում գնդակը խաղի մեջ մտցնելուն երկար փոխանցում առաջ այստեղ Նայդի Պետրոսյանը առաջինը արձագանքեց գնդակին չնայած այն վերադարձավ Մոնցայի ֆուտբոլիստերի մոտ հիմա Էկտուբարյանը փորձեց գրոհ սկսել չստացվեց Հովանեսյան ուժեղ փոխանցում առաջ Արշալուս Պապոյանն է այստեղ բայց Կինգսլեյը շատ հաջող պաշտպանվեց չկար խաղի կանոնների խախտում թողեց գնդակը Վիցյա Գրիգորյանին Գրիգորյանն էլ դեպի Սահակյանը Գագի Սահակյան տեսնենք ինչ որոշում է կայացնելու Սահակյանը ու գնդակը արդեն տեղափոխեց Ձախեզր Մանուկյանի ուղղությամբ շարժվում է առաջ Մանուկյանը շատ լավ անցում ստացվեց Մանուկյանից շատ լավ փոխանցում դեպի Պողոսյանը դեպի Սահակյաններ ուղարկում գնդակը բայց հեռացեցին Մոնցայի պաշտպանները Մուսա Ալեքսանյան չստացվեց այս փոխանցումը գնդակը կլինի Վոթֆորդի մոտ հարված կլինի Նայդի Պետրոսյանի դարպասից արագորեն խաղարկում է Կինգսլեյի հետ գնդակը ներողություն Վիցյա Գրիգորյանը Կինգսլեյ բայց այստեղ անհաջող փոխանցում չնայած Մանուչարյանի մոտ խլումից հետո գրոհ կազմակերպել չստացվեց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից նորից Կինգսլեյ դեպի Աչեզր Նայդի Պետրոսյան թողեց Սահակյանին բայց այստեղ մաքուր գործեց Ավակյանը Մոնցան անցնում է գրոհի Մանուչարյանն է Աչեզրում ու թույլ տվեց գնդակը դուրս գա դաշտի սահմաններից եւ վաստակեց այս իրավիճակում Մոնցան անկյունային հարվածի հնարավորություն եւ հենց մնացականն էլ իրացնում է այս անկյունայինը կար փոխանցում այստեղ հարված չստացվեց Արուշանյանը խլեց գնդակ ու տեսնենք Սահակյան
Կա փոխանցում դեպի Էկտուբարյանը, այստեղ լավ չընդունեց Էկտուբարյանը գնդակ ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս։ Ես իսկ նետեն Մոնցայի ֆուտբոլիստները 20 րոպե մնաց թիկունքում եզրափակիչում, առաջի խաղակեսից անցավ արդեն 20 րոպե ու տեսնենք խաղակեսի վերջին 5 րոպեները ինչ կտան թիմերին։ Էկտուբարյանն այստեղ հնարամիտ պաշտպանվեց Արտաշ Ղազարյանն ու հարված կտեսնենք Արտուր Հովհաննիսյանի պաշտպանած դարպասից։ Հիմա երակի փոփոխություն կտեսնենք Ոթֆորդի կազմում, այո, ու տեսնենք փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել։ Կարելի է շարունակել հանդիպումը, կա մրցավարի սուրճը Հովհաննիսյանը երկար փոխանցում կատարեց առաջ։ Մանուշանյան դեպի Մուսա Ալեքսանյանը, ընդունեց գնդակը Ալեքսանյանը, հարված Ալեքսանյանից ու Վիտյա Գրիգորյան։ Լավ, իսկապես լավ սեյվ կատարեց այս իրավիճակում Ոթֆորդի դարպասապա ու դարպասը պահեց անարիք իշխրակոց էր Ալեքսանյանի կողմից, բայց Վիտյա Գրիգորյանի բարձունքի վրա էր ու հեռացեց գնդակը անկյունային է իրացնելու հիմա Մոնցան։ Տեսնում ենք փոխանցումը հեռացված է գնդակը Կինգսլեյի կողմից։ Այն վերադարձավ կրկին Մոնցայի ֆուտբոլիստի մոտ, Արուշանյանն էլ փորձեց հեռացնել, չստացվեց, Արշալույս Պապոյան փակեց Արուշանյանը գնդակի ճանապարհը, իսկ հիմա հարված ու նորից Վիտյա Գրիգորյանն է հեռացնում գնդակը։ Ես իսկ նետը հիմա Ոթֆորդը վաստակեց այս իրավիճակում եզրային հետման հնարավորություն Մենուա Գևորգյանը ու թույլ տվեց այստեղ այն իրականացնել Մանուկյանին, Կինգսլեյ դեպի Նայդի Պետրոսյանը, Արուշանյան, նորից Կինգսլեյին ուղարկեց գնդակը կա, ձախից Մանուկյան ուղարկեց նրա ուղղությամբ, Կինգսլեյը գնդակը Մանուկյան, լավ փոխանցում դեպի Եսայանը, այստեղ փակվեց Եսայանի փոխանցման ճանապարհը ու հիմա դուրս է գալիս պաշտպանությունից Մոնցան Մուսա Ալեքսանյանն է փորձում առաջ շարժվել, հասավ գնդակը նորից Ալեքսանյանի մոտ, տարավ իր հետ գնդակը Ալեքսանյանը ու այստեղ կա խաղի կանոնների խախտում Գևորգ Արուշանյանի կողմից։ Ալեքսանյանի դեմ պայքարում եւ բավական վտանգավոր դիրքում Մոնցան ստանում է ստանդարտ իրականացնելու, տուգանային իրականացնելու հնարավորություն ու տեսնենք այս ստանդարտը ինչ է տալու Մոնցային։ Ու հիմա կարծես Արշալույս Պապոյանն է նորից գնդակի մոտ, նա է պատրաստվում իրականացնելու տուգանային առայժմ այս հանդիպան միակ գնդակի հեղինակը։ Ու տեսնենք Պապոյանի այս փորձի ներողություն ինչպես կստացվի։ Կա մրցավարի սուլիչը Արշալույս Պապոյան հարված պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին գնդակը, հետո էլ հեռացեց Ոթֆորդը այն տուգանայինի մատույցներից եւս մեկ գրոյի անցնում Մոնցան Մուսա Ալեքսանյան հարված, բայց այստեղ թույլատվեց Ալեքսանյանի հարվածը Վիտյա Գրիգորյանն էլ առանց որևէ խնդիրների այս իրավիճակում տիրեց գնդակին ու նետում կատարեց Գևորգ Արուշանյանի ուղղությամբ Արուշանյան Փակվեց այստեղ Արուշանյանի առաջխաղացման ճանապարհը, բայց Մոնցայի մոտ էլ գրոյի անցնել չստացվեց, Մուսա Ալեքսանյան գեղեցիկ էր ու չստուլեց մրցավարը, քանի որ գնդակը մնացել է Մոնցայի մոտ։ Կինգսլեյ ու հիմա տեսնենք ստուլեց մրցավարը, հասկանանք ինչ է պատել Մուսա Ալեքսանյանին։ Ամեն ինչ կարգին է Ալեքսանյանի հետ, ճիշտ է հարված ստացավ ոտքին, բայց այնպես ինչ էր հարվածը, որ չշարունակի Ալեքսանյանը հանդիպումը, նա
Կանգնեց ոտքի ու տեսնենք այս վերջին րոպեները խաղակեսի ինչպես կստացվեն։ Իհարկե, եթե Watford-ը կարողանա միջև ընդմիջում գնալ հավասարեցնել հանդիպան հաշիվը, բավական լավ կլինի այդ տեսանկյունից Watford-ի համար, իսկ Monza-ն ընդհանրապես միտք չունի գնդակ բաստողնելու մասին, իհարկե դրանում երկու կարծիք լինել չի կարող, 1-0 նույնիսկ ընդմիջման գնալուց առաջ բավական մեծ առավելություն է եզրափակիչում, Մանուկյանն է փակում գնդակի ճանապարհը, ուղարկեց Գուրգեն Մնացականյանին, բայց հաստրեց Մանուկյանը, արդեն այստեղ նահանջել ու հեռացնել գնդակը շարունակվում է Monza-ի գրո, այստեղ արդեն ավարտվեց Եսայան, թողեց գնդակը Սիմոնյանին, բայց կորցրեց Սիմոնյանը Ալեքսանյանի հարվածն իր վրա է ընդունում Նաիրի Պետրոսյանը նույնը արեց այդ ամենը Ղազարյանի հարվածի դեպքում Պետրոսյանը Արշալույս Պապոյան այդ փոխանցում դեպի Ղազարյանը Գևորգյան երկար փոխանցում առաջ, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը գնդակել դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կտեսնենք Watford-ի դարպասից խաղարկում է գնդակը Գրիգորյանը Մանուկյանի հետ երկար փոխանցում դեպի Սիմոնյանը, բայց Հովանեսյանը այստեղ դուրս եկավ դարպասից ու տիրեց գնդակին, հետո էլ խաղի կանոնների խախտում կար դարպասապայի դեմ պայքարում ու առաջի կեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար, որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք միասին Watford-ն դեմ Monza-ի երկրորդ դիվիզիոնի գավաթի շրջանակներում տեղի ունեցող եզրափակիչի երկրորդ խաղակեսը ականատես լինելու, որտեղ առաջի կեսից հետո առաջում 1-0 հաշվով հաղթում է Monza-ն Արշալույս Պապոյանի խփած գնդակի շնորհիվ։ Տեսնենք երկրորդ կեսում ինչ կառաջարկեն թիմերը, եկեք վերիչենք մրցող թիմերի հայտարարությունները, սկսենք Monza-ից Արտուր Հովանեսյանը դարպասում է համար 1 Գուրգեն Մնացականյան համար 7, Արտաշ Ղազարյան համար 8, Մուսա Ալեքսանյան համար 10, Ռաֆիկ Գևորգյան համար 13, Արշալույս Պապոյան համար 14, Ռաֆայել Ավակյան համար 15 և Գագիկ Մանուչարյան համար 22, Watford դարպասը պաշտպանում է Վիտյա Գրիգորյանը համար 1, Նաիրի Պետրոսյան համար 2, Օնվեկ Իքսլեյ համար 4, Գևորգ Կարուչանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Գագիկ Սահակյան համար 10, Անամ Եսայան համար 11, Մենուա Գևորգյան համար 14, Արմեն Մանուկյան համար 21, Կարեն Սիմոնյան 22 և Նարեկ Էկտուբարյան համար 49 Կինգսեյն է գնդակով դեպի Արուշանյանը, այո առաջի խաղակեսը բավական հետաքրքիր ու լարված ստացվեց գոլային հնարավորություններով լեցուն, բայց ընդամենը մեկ անգամ հաջողվեց այն էլ Արշալույս Պապոյանին գրավել դարպաս ու տեսնենք երկրորդ խաղակեսում Ինչ կառաջարկեն թիմերը, ինչ կփորձի անել Watford-ը համենայն դեպս հանդիպան հաշիվը հավասարեցնելու, քանի որ այստեղ խփած եւ բաց թողած գնդակների այդպես հսկայական տարբերությունը այնքան էլ կապ չունի, ինչպես Watford-ը ունի Winter Cup-ի խմբային փուլում, այս ընթացքում Արուշանյանի հարվածը տեսանք, բայց Հովանեսյանը հեռացեց գնդակը, այստեղ մեկ գնդակը արդեն իսկ որոշիչ կլինի, այստեղ ոչ ոքի արդյունքներ չեն գրանցվելու Ոչ ոքի արդյունքի դեպքում այնպես չէ, որ թիմերից որևէ մեկը առանց պարտության կմնա խաղադաշտում, ամեն դեպքում այսօր լինելու է մեկ հաղթող եւ մեկ պարտվող։ Դա կլինի Watford-ը թե Monza-ն հաղթողի մասին է խոսքս նույնը պարտվողի տեսանկյունից կիմանանք այս 25 րոպեներից հետո, առնվազն 25 րոպեներից հետո Սիմոնյան թողեց գնդակը Պետրոսյանին Շատ լավ փոխանցում Գևորգ Կարուչանյանին, Եսայան հարված այստեղ փակեց Գևորգյանը հարվածի ճանապարհը, Մուսա Ալեքսանյան մնաց գնդակով շատ գեղեցիկ փոխանցում դեպի Ավակյանը կատարեց ու չկան տարբերակներ, ստիպված եղավ Ավակյանը այստեղ հետ ուղարկել գնդակը Աչեզում Գևորգյանը գնդակով Կրոս դեպի Տուգանայինի մատուցը, դեպի Արշալույս Պապոյանը ու այստեղ թիկունքից լավ աշխատեց Կինգսլեյը Գևորգ Արուշանյանը արագ հակագրոհի անցնում Watford-ը Արուշանյան մնաց գնդակով Արուշանյանը ու այստեղ չհասկացան Մենուա Գևորգյանն ու Արուշանյանը միմյանց լավ մտահղացում էր փորձում իրականացնել Գևորգ Արուշանյանը, բայց այստեղ Մենուա Գևորգյանը չնկատեց
խաղանկերոջը ինչ պատրաստելն է ու կորցրեցին արդյունքում գնդակ այստեղ Watford-ի ֆուտբոլիստները հիմա երկար փոխանցում առաջ Մուսա Ալեքսանյան Արուշանյան այստեղ խլում կատարեց Watford-ը, բայց Արուշյանի փոխանցումն էլ անհասցե ստացվեց ու հարված կլինի Վիտյա Գրիգորյանի պաշտպանած դարպասից այո պետք է շտապի Watford-ը պետք է որքան հնարավոր է շուտ հավասարեցնի հանդիպանակիվը իսկ Մոնցան պարզապես կփորձի իհարկե նույնիսկ այս մեկ գնդակի առավելությունը պահելու բարձրացնել գավաթվեր իհարկե այնպես չէ որ Մոնցան այս մեկ գնդակը որպես հաղթանակ է համարում դեռ դրա համար պետք է դիմակայել այն հակագրողներին այն գրողներին որը կսպասվի վերջին րոպեների դրությամբ եթե հաշիվը մնա այսպես կամ մեկ գնդակի առավելություն նույնիսկ օրինակ 2-1 հաշվի պայմաններում կունենա Մոնցան համենայն դեպս հաղթողի կարգավիճակում կլինի քանի որ մենք սովոր ենք տեսնել Watford-ին հակագրողներ ու գրողներ իրականացնելիս բավական վտանգավոր հատկապես այն էլ այն դեպքում երբ Watford-ը զիջում է մրցակցին հաշվի մեջ Watford-ը զիջում է մրցակցին այն էլ եզրափակիչում ու տեսնենք հարված հիմա կլինի Մոնցայի դարպասից այո այսօր Մոնցան ունի լուրջ կորուստ թիմի կազմում այսօր Մոնցային չի կարողանում օգնել թիմի ավակ մխիթար Ավետիսյանը նա բացակայում է այսօր ներկա չէ այս հանդիպան ու Մոնցան Ավետիսյանի բացակայության պայմաններում պետք է փորձի լուծել այս բարդ խնդիրը որը այս պայդրությամբ որոշակի տոկոսային հարաբերակցությամբ լուծում է Մոնցան հիմա չկար խաղի կանոնների խախտում Սիմոնյանի դեմ պայքարում ու Հովանեսյանը գնդակ ուղարկում է առաջ Մուսա Ալեքսանյան լավ ընդունեց գնդակը Ալեքսանյանը հերվից հարվածի փորձ բայց շեղությամբ է ստացվում Ալեքսանյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Գևորգ Արուշանյան Watford-ը արագորեն սկսում է Watford-ը պետք է իսկապես շարժվի առաջ ու փորձի խփել պատասխան գնդակը Եսայան բայց այստեղ լավ պաշտպանվեց այս իրավիճակում Գևորգյանը ու եզրից նետելու են Watford-ի ֆուտբոլիստները Կատարված է եզրային ներդումը, բայց այստեղ Արուշանյանի հարվածը չստացվեց, Հովանեսյանն էլ վերցրեց գնդակը ուժեղ փոխանցում է կատարում առաջ, այստեղ Պապոյանն ընդդեմ Կինգսլեյի, բայց չընդունեց գնդակը Պապոյանը, այնպես չէ որ Կինգսլեյը դիպավ գնդակին, բայց ամեն դեպքում թիկունքից աշխատելու շնորհիվ խանգարեց այստեղ Արշալոս Պապոյանին կասեցնել գնդակը Արուշանյան ներվից հարված ու բրավո Հովանեսյանին այստեղ ինչպես գաց Արուշանյանի հարված ու հեռացեց գնդակը ինչպիսի հարված էլ կատարել էր Արուշանյան ու եթե այս իրավիճակում գնդակը հայտնվեր դարպասում պետք չէր Հովանեսյանին մեղադրել քանի որ բավական թաքնված հարված էր կատարել Արուշանյանը այնպես որ չկար տեսադաշտ հիմա Ալեքսանյանը խախտում է խաղի կանոնները Պետրոսյանի դեմ պայքարում կանգնեց Պետրոսյանի ոտքին ու տեսնենք ինչ պատես Նայդի Պետրոսյանին կարծես կանգնեց ոտքի ու կշարունակի այս հանդիպումը Պետրոսյանը ամեն ինչ կարգին է Նայդի Պետրոսյանի հետ Հարկում եմ Watford-ը գնդակը Կինգսլեյ Մանուկյան լավ անցում էր լավ փոխանցում գուցե հարվածի Արուշանյանը այդպես էլ արեց բայց բարձրը ստացվեց Գևորգ Արուշանյանի այս փորձը այո աստիճանաբար մոտենում է մրցակցի դարպասին Watford-ը բայց այն վճռորոշ հարված առայժմ չեն իրականացնել ներողություն իրականացրել
Մոնցայի դարպասի ուղղությամբ, որը կմտցնի հաշվի մեջ հավասարություն։ Հովանեսյան երկար փոխանցում առաջ, Նայդի Պետրոսյանն առաջինն էր Սիմոնյան, բայց Մնացականյան այստեղ փակեց Սիմոնյանի առաջ խաղացումը։ Իսկ հիմա էլ խախտեց Սիմոնյան, այո, խախտեց խաղի կանոնները, Ավակյանի դեմ պայքարում ու ստանդարտ է նշանակում մրցավարը։ Ոթֆորդի դարպասի ուղղությամբ կա մրցավարի Սուլիչը, Մնացականյանն է հարվածում, բայց Պետրոսյանը հեռացեց, գնդակը Գևորգ Արուշանյանն եկավ այն, հետո միանգամից Արուշանյանը 3 մրցաշի շրջափակման մեջ հայտնվեց։ Մուսա Ալեքսանյան, Պետրոսյանը այստեղ թույլ չտվեց Ալեքսանյանին շրջանցել, իրեն ունետվում է առաջ Ոթֆորդը, Մանուկյան չխախտեց արդյոք Պապոյանը խաղի կանոնները, ըստ մրցավարի ոչ, Արշալույս Պապոյանն է գնդակով դեպի Մնացականյանը, բայց այստեղ հեռացեցին Ոթֆորդի ֆուտբոլիստները, մի փոքր ավելի ներբանակատ ու կլիներ փոխանցում այն Եսայանի կամ Արուշանյանի համար այս իրավիճակում, Եզիս կնետի Մոնցան, բայց այս ընթացքում փոփոխություն Ոթֆորդի կազմում եւ այո Սահակյանը վերադառնում է խաղը դաշտ ամեն դեպքում կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ Ոթֆորդի կազմում Պողոսյանն էլ վերադարձավ խաղադաշտ ու հանդիպումը կշարունակեն նրանք Գևորգ Արուշանյանի եւ Մենուա ներողություն եւ Եսայանի փոխարեն ու տեսնենք թարմ ուժերով խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել Կինգսլեյ Պողոսյան դեպի Պետրոսյանը Նայդի Պետրոսյանն է գնդակով Սիմոնյան շատ գրագետ թողեց գնդակը այստեղ Կարեն Սիմոնյանը, բայց Պողոսյանը չհասցրեց հասնել այս գնդակին ու հարված նորից Մոնցայի դարպասից, այո չի շտապում Մոնցան կրկնում եմ այս մեկ գնդակը դեռ հաղթանակ չէ, բայց իհարկե առավելություն է այն էլ եզրափակիչում բավական մեծ առավելություն Եզից կնետեն Ոթֆորդի ֆուտբոլիստները կնետի Եզից Ոթֆորդը Պետրոսյան, Սիմոնյանն ու այստեղ կարայո խաղի կանոնների խախտում Սիմոնյանի դեմ պայքարում Գևորգյանի կողմից ու ստանդարտ է հիմա իրացնելու Ոթֆորդը Գագիկ Սահակյանն է գնդակի մոտ շատ հարմար դիրք է Սահակյանի համար, թե հարված կատարելու, թե փոխանցում կատարելու ու տեսնենք ինչպես իրացնի Սահակյան այս ստանդարտը կա մրցավարի Սուլիչը Սահակյան բարձից փոխանցում դեպի Տուկանային հրապարակ, բայց այստեղ հեռացեցին պաշտպանները գնդակը չտայած երկրորդ տեմպով կգրոհի Ոթֆորդը եւս մեկ հարված Մուսա Ալեքսանյանն է հիմա իր վրա ընդունում Մանուկյանի կատարած հարվածը Գևորգյանը կկատարի եզրային նետումը դեպի Սիմոնյանը Ալեքսանյանն այստեղ լավ գործեց, բայց Սահակյանը արդեն եկավ փոխօգնության Գագիկ Սահակյան երկար փոխանցում առաջ Պետրոսյան այստեղ փորձեց ընդունել գնդակը չստացվեց ու ամեն դեպքում անկյունային վաստակում է Ոթֆորդը այս իրավիճակում Հենց Սահակյանն էլ պատրաստվում է անկյունային խաղարկելուն, բարձից փոխանցում կատարեց Տուկանայինի մատույցներ, Գևորգյանը չընդունեց գնդակը, բայց պահեցին գնդակը Ոթֆորդի ֆուտբոլիստները դաշտի սահմաններում, իսկ այս փոխանցումը չհասավ Նայդի Պետրոսյանին, Եզից կնետի Ոթֆորդը Գևորգյան, Մանուկյանին է արագորեն ուղարկում գնդակը, ստացավ նրանից պատասխան փոխանցումը, բայց արդեն փորձեց ստանալ պատասխան փոխանցումը, բայց ուժեղ կատարեց Մանուկյանը եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից
Հովանեսյան ուժեղ փոխանցում առաջ Մանուկյան առաջինն էր Պողոսյանն էլ լավ չընդունեց գնդակ ու եզից կնետի Մոնցան Արշելույս Պապոյան Կար այո խաղի կանոնների խախտում Պապոյանի դեմ պայքարում Սուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով Մոնցայի օգտին Եվ տեսնենք այս ստանդարտ ինչպես խաղարկի Մոնցան գնդակի մոտ կրկին Մուսա Ալեքսանյանն է Կա Սուլիչը Մուսա Ալեքսանյան հարված պատնից վրա ընդունեց Ալեքսանյանի կատարած հարվածը Խաղարկեց Մոնցան եզրային նետումը Արշալույս Պապոյան ու հարված կլինի Ոթֆորդի դարպասից այո ճիշտ որոշում կայացեց մրցավարը Վիտյա Գրիգորյան դեպի Նաիրի Պետրոսյանը շարժվում է առաջ Ոթֆորդը պետք է հիմա արդեն գնալ առաջ 10 րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը այդքան ունի իր տրամադրության տակ Ոթֆորդը փրկելու այս հանդիպումը Պետրոսյան բարձից փոխանցում հեռացված է գնդակը այստեղ էլ Ավակյանը հեռացեց որքան հնարավոր է հեռու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Կինգսլեյը արագորեն կատարեց եզրային նետումը Մանուկյան Մանուկյանը շարժվում է առաջ միայնակ հաղթարեց տարածություն հարվածեց ու հաշիվը հավասարեցնում է 1-1 Այո, այստեղ հարվածի փորձ կատարեց ամեն դեպքում Ոթֆորդի ֆուտբոլիստ Արմեն Մանուկյանը, բայց Սիմոնյանը ավելացեց գնդակի ընթացքը ու հավասարեցեց հանդիպան հաշիվը, կարեց Սիմոնյան հաշիվը հավասար է եզրափակիչում ու տեսնենք այս ամենի արկայության դեպքում իշքան են թիմերը, եթե այսպես է ավարտվում հանդիպումը, ապա հարված աշար ենք դիտելու, որտեղ հաղթողի հարցը արդեն ֆավորիտ է, չի ճանաչի հաղթողը Պարզ կդառնա, այսպես ասած, որոշակի առումով, որոշակի չափով բախտի առումով, այսպես է 11 մետրանոց հարվածաշարերը լինում ափելում, ինչպես բնականաբար մեծ ֆուտբոլում, որտեղ 11 մետրանոցների ժամանակ ֆավորիտներ չկան խաղադաշտում։ Մանուկյան Փորձեց գնդակ ուղարկել առաջ, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհ ու եզից կնետի Ոթֆորդը Կինգսլեյ։ Այո, ակտիվացավ Ոթֆորդը խփած գնդակից հետո Նաիրի Պետրոսյան։ Պետրոսյան նկրկին գնդակով դեպի Մանուկյանը շատ հաջող փոխանցում կա փոխանցումը Սահակյան լավ չընդունեց Գագիկ Սահակյանը գնդակը այլապես արդեն հարված կարող է կատարելու առաջ մղել Ոթֆորդին հաշվի մեջ Պողոսյան Գևորգյան դեպի Պողոսյանը, դեպի Սահակյանը կատարեց Պողոսյանն էլ փոխացում Սահակյան պետք է հարվածել Սահակյանը հարվածը կատարեց ու այստեղ բրավո Գևորգյանի գնդակը հեռացեց այլապես ուղիղ դարպասներ ընթանում Գագիկ Սահակյանի կատարած հարվածը հիմա անկյունային կիրասնի արդեն Ոթֆորդը հենց Սահակյանն էլ պատրաստվում է անկյունայինը իրականացնել Կա փոխանցումը այստեղ հեռացված է գնդակը հարված չտեսան Մանուկյան
Փոխանցում Գևորգյանին ու անկյունային է վաստակում այս իրավիճակում էլ Վոտֆորդը։ Եվ տեսնենք անկյունային ինչպես խաղարկեն Վոտֆորդի ֆուտբոլիստները։ Կա փոխանցում հեռացված է գնդակը։ Մնացականյանն էլ դեպի Պապոյանը ունեցվում է առաջինը Մոնցա 3-2-ի դիմաց։ Պապոյան ինչու չկատարեց փոխանցում Արշալույս Պապոյանը դեպի Աչ Մանուչյանի ուղղությամբ։ Եթե կարելի է հասկանալ, որ Ավակյանի գրոյի միացումը չէր նկատել, ապա Մանուչյանին պետք է որ նկատած լիներ այս իրավիճակում Պապոյանը։ Սահակյան եւս մեկ անկյունային կհետևի Մոնցայի դարպասի ուղղությամբ։ Մոտենում է, իսկապես հանդիպումը մոտենում է ավարտին ու մոտենում է այն ամենին, որ մենք կդիտենք 11 մետրանոցներ, բայց դեռ իհարկե կա խաղաժամանակ, ունեն խաղաժամանակ թիմերը այդ ամենից խուսափելու համար, դեռ 5 րոպե կա մինչև հիմնական ժամանակի ավարտը, Պապոյան հասավ ու պայեց գնդակը դաշտի սահմաններում, Պապոյանը կատարեց փոխանցում դեպի Ավակյանը, դեպի ավելի ետ Մնացականյան Սահակյանի դեմքին դիպավ գնդակը, բայց ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ։ Իսկ հիմա խլում տեսանք Վոտֆորդից, բայց այստեղ նորից գնդակը մնաց Մոնցայի մոտ, հիմա գնդակի կորուս Մանուկյան, այո, խփեց Սիմոնյանը պատասխան գնդակը, բայց այդ ամենի վրա վերցրեց ու համահեղինակը դարձավ Մանուկյանը Վոտֆորդի 21 համար, ինչպիսի անցում ու փոխանցում կարողացավ կատարել, այնպես չէ որ իհարկե այդպես մտածված էր, բայց ամեն ինչ այդպես դարձավ, քանի որ Մանուկյանը արդեն հարվածի էր պատրաստվում։ Վիտա Գրիգորյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ կորցրեցին գնդակի հիմա Մոնցայի ֆուտբոլիստները Պողոսյան դեպի Մենուա Գևորգյանը, բայց այստեղ արդեն գնդակը վերադարձավ Պապոյանի մոտ, Մուսա Ալեքսանյան կա ձախից տարբերակ, Ալեքսանյան միայնակ էր ու կորցրեց երկու մրցակցի դեմ պայքարում գնդակը Վոտֆորդը նետվում է առաջ հիմա ձախ եզրով Գևորգյան բարձից փոխանցում, բայց ուժեղ ստացվեց Գևորգյանի կատարած փոխանցումը, գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս։ Ու տեսնենք ինչպես կխաղարկեն գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները, Հովհաննիսյանը ուղարկեց գնդակը Մուսա Ալեքսանյանին, ստացվեց Ալեքսանյանի հաջող փոխանցում այստեղ Պողոսյան դեպի Մանուկյանը, նորից Պողոսյան, Սահակյանին գտավ, բայց հեռու թողեց Սահակյանը գնդակը ու հիմա Մուսա Ալեքսանյանն է շարժվում առաջ, կա Ավակյանը ձախից, գտավ Պապոյանին, Ալեքսանյանը խաղարկում ու անկյունային է վաստակում այստեղ Մուսա Ալեքսանյանը Մոնցայի համար, արվածի ճանապարհը փակվեց։ Կա փոխանցում հենց Ալեքսանյանի կատարման, բայց ուղիղ Վիտա Գրիգորյանի ձեռքերին բաժին ասավ գնդակը երկար նետում տեսանք դարպասապայից, այստեղ էլ լավ է պաշտպանվում Մոնցան Ղազարյան, մնաց գնդակով Ղազարյանը, բայց մաքուր գործեց Սահակյանը ու Գևորգյանին ասյակեց գնդակը, Գևորգյանն ու այստեղ փոխանցում թե արված չեմ կարող ասել կատարեց Գևորգյանը, բայց փրկվեց, այստեղ փրկվեց հիմա Մոնցան երկրորդ գնդակը բաց թողնելուց, հիմա էլ արվածի փորձ ու թույլ ստացվեց, Հովհաննիսյանը վերցնում է գնդակը և երկար փոխանցում ստացվեց Պապոյանի ուղղությամբ։ Կիքսլեյ Սահակյան շարժվում է առաջ Վոտֆորդը, իսկապես պետք է այս գոլի ֆոնի դեպքո փորձել որևէ բան անել, բայց Սահակյանի հարվածը հիմա էլ չստացվեց, Ավակյան, վերջին րոպեները հանդիպան, Ավակյանն է գնդակով, դեպի Մնացականյանը կատարեց փոխանցում, բայց այստեղ էլ Սիմոնյանն է փակում գնդակի ճանապարհը, Պողոսյան, նորից Սիմոնյան, կա աչից Սահակյանը, մնաց գնդակը Սիմոնյանի մոտ,
Իսկ հիմա արդեն եթե չեմ սխալվում Ղազարյանը փակեց փոխանցման ճանապարհը, Մանուկյան ուժեղ էր այս փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կա, Սուլիչը հիմա Հովանեսյանը կսկսի 2 րոպեից քիչ է մնացել արդեն հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք, ամեն ինչ տանում են նրան, որ մենք դիտելու ենք հարված աշխարհ։ Բայց միջև այդ կան գրոհների ժամանակները, ինչպիսին հիմա անցկացնում է Ոթֆորդը, Գևորգ Կարուշանյան փոխանցում ու ջասրեց այստեղ հասնել գնդակը Սահակյանին, իհարկե Ռաֆայել Ավակյանի ջանքերի շնորհիվ, եթե հասնում էր գնդակը Սահակյանին, ապա ոչ ոք արդեն նրան չէր խանգարում գրավել դարպաս ու առաջ մղել հաշվի մեջ Ոթֆորդին, բայց այստեղ փրկվեց հիմա Մոցալիս։ Հիմա Պետրոսյանի հարվածից հետո գնդակը չհայտնվեց դարպասում, Մուսա Ալեքսանյան պատասխան ու արագ հակագրով Մոնցայից կորցրեց Ալեքսանյանը, գնդակը Սահակյանն է շարժվում առաջ աջ եզրով, անցումը ստացվեց Սահակյանի մոտ, փոխանցումը նույնպես ու փակվեց Սահակյանի, փոխանցման ճանապարհը այստեղ էլ հեռացեց գնդակը Ղազարյանը ու վերջ հանդիպումը ավարտված է